Ողջույն Դավիթ ջան, Ողջույն ողջույն։ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար հարց ու պատասխան ֆորմատի շրջանակներում կխնդրեի անդրադառնայիր 5 կտակարանից Բաբելոնյան աշտարակաշինության հատվածին, մասնավորապես տվյալ հատվածում կան որոշակի հարցեր, որոնք կապված են թե թարգմանչական, թե դրվագային հատված կա, որը որ հարցեր է առաջացնում։ Քո թույլտվությամբ կուզենայի ընթերցել տվյալ հատվածը եւ լսել քո մեկնաբանությունը։ Միանշանակ սիրով ողջույն, լսում եմ։ Այն ժամանակ ողջ երկիրը մեկ լեզվով, մեկ բարբառով էր խոսում։ Արևելքից տեղաշարժվելու ժամանակ նրանք Սենար երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցան այնտեղ։ Նրանք միմյանց դիմելով ասացին. «Եկեք աղյուս շինենք եւ այն թրծենք կրակով»։ Աղյուսը նրանց համար ծառայեց իբրև քար, իսկ կուպրը իբրև շաղախ։ Նրանք ասացին. «Եկեք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, համբավ ձեռք բերենք ողջ աշխարհով մեկ սփռվելուց առաջ»։ Տերն իջավ, որպեսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որը կառուցում էին մարդկանց որդիները։ Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։ Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»։ Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ Դրա համար այն կոչվեց խառնակության Բաբելոն, որովհետև Տեր Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մեկ։ Դավիթ ջան, տվյալ հատվածում, որը որ կարդացի, սա 2007 թվականի մշակած Աստվածաշունչ է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության։ Ուզում էի նշել, որ շատ դեպքեր է լինում, երբ որ տեսնում ենք թարգմանչությունները քանի հին են, այնքան իրանց պարունակությունը ավելի մաքուր է հասած մարդկությանը, քան նոր թարգմանությունները, որոնք որ փոքր-ինչ աղավաղված են։ Խնդրեի դու եւս այս հատվածին անդրադառնաս եւ այդ բացթողումները, որոնք որ կնկատես, ավելի մեկնաբանված լինի տվյալ հատվածը։ Ինչպես նաև խառնակցության թեմայով տվյալ պարագայում, երբ որ նշվում է խառնակցությունը, որքանով է արդիական տվյալ թեման մեր օրերում։ Շնորհակալ եմ շատ։ Արգյան, առաջին հերթին ինքս եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ նորից։ Եթե դու չասեիր նոր տպագրության հետ կապված ինքս էի հարցնելու, այո, հիմա ինքս իհարկե խնդիր նկատեցի եւ իմ մոտի ունեցած գրքից հիմա զրուցելով կբացեմ էջը եւ կփորձեմ հին ավելի տպագրության միջից այդ նկատածս հատվածը ընթերցել, որտեղ խեղում նկատեցի։ Իհարկե թե դուք մեզ լսողները առաջին հերթին գուցե եւ չնկատեք, սակայն հողումը կուղեմ, որպեսզի նկատելի լինի խնդիրը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ տվյալ գրքի վերջում գրված է ով մի բան ավելացնի, պակասացնի, նա կարժանանա ավերժական անեծքի, բայց մինչև օրս ամեն տպագրության ժամանակ կարծես թե խմբագրվում է եւ խմբագրում է մի բան, որի ընթացքում լինում են փոփոխություններ, այդ չեմ ասում մեր գրաբարը աշխարհաբարի վերածելուց շատ իմաստային փոփոխություններ են արվում, ոչ թե ուղղակի բառային, այլ իմաստային փոփոխություններ են արվում, իսկ դրանք ավելի դեգրադացման տանող փոփոխություններ են հիմնականում լինում։ Հիմա կնշեմ, որ հատվածի մասին է խոսքը։ Դժբախտաբար արվում է այդպիսի բաներ, դա արվում է երկու դեպքում, մեկ մտածված, որպեսզի հեշտ ղեկավարել լինի հանրությունը, կամ անգիտության շնորհիվ, ինքս ամենայն դեպս տվյալ պահին
կողմնակից եմ անգիտության կամ երկրորդ այդ հատվածին անգիտությամբ արված սխալի կողմնակից եմ, որովհետև չեմ ուզում վիրավորացնել որևէ մեկին։ Ամենայն դեպս այդ անգիտության շնորհիվ այն մարդիկ, ովքեր կցանկանան ընթերցելով ճանաչել այդ գրվածքները, իրանք թեկուզ մեկ բառի սխալի շնորհիվ ընկնելու են ավելի ստրկության դաշտը եւ իրանց ճանաչողությունը ոչ ճշմարտության ուղղությամբ է լինելու։ Հիմա միանգամից ընթերցեմ եւ հասնենք առաջ, մնացած հարցերի շուրջ կխոսենք։ Հարցը այն հատվածի մասին է, թե մարդիկ ինչու են ուզում մարդու որդիները կառուցեն, նպատակը ինչու են ուզում կառուցել Բաբելոնի աշտարակ։ Հիմա կընթերցեմ շատ ավելի հին տպագրությունը։ Ընդհանուր բնութագիրը կընթերցածի պահպանված էր, բայց մի փոքրիկ բառի սխալ արտահայտման, սխալ թարգմանության շնորհիվ ամբողջ մի իմաստ է փոխվում։ Ինչպես դու ընթերցեցիր, մարդիկ ասում էին, որ աշտարակ կառուցենք, որպեսզի աշխարհով ցրվելուց առաջ անուն ստանանք, ճիշտ է, այդպես էր գրված։ Դա կնշանակի, որ արդեն մարդիկ մտածում էին, որ պետք է աշխարհով մեկ ցրվեն, եւ նույնիսկ դա դրական մի գործողություն է, դա արդեն ծրագրավորված մի բան էր, որից առաջ ուղղակի ցանկանում են անուն ստանան, որևէ գործողություն անեն, անուն ստանան։ Այնիշ այդպես չի գրված հին գրքերում։ Ինչպես է գրված։ Եվ ասին, եկեք մեզ քաղաքը ու աշտարակը շինենք, որու գլուխը մինչև երկինք հասնի, եւ մեզի անուն ստանանք, որ չլայ թե բոլոր երկրի վրա ցրվենք։ Տեսնում ենք, հին տպագրության մեջ ոչ թե գրված է անուն ստանանք աշխարհով ցրվելուց առաջ, այլ նշված է անուն ստանանք, որ հանկարծ չլինի այնպես, որ աշխարհով մեկ ցրվենք։ Տեսնես իմաստը ոնց է փոխվում։ Նայ խնդիրը ինչու՞մ է։ Հին կտակարանում, մեր հին գրվածքներում տրված է այն տեսքով, ոնց որ ինքս կարդացի։ Այո, մարդու որդիները աշտարակը կառուցելու նպատակը նա էր, որպեսզի պաշտպանական բերդամրոց էին ուզում կառուցեին, բարձրահարկ, այսպես ասած, որի մեջ պետք է տեղավորվեին մի տեսակ մի լեզվով խոսող մարդիկ, եւ կարծում եմ, որ տրամաբանական է, որ պաշտպանական ամրոց նմանատիպ քաղաք պատրաստելը ունի մի շատ կարևոր նպատակ, պաշտպանողական նպատակ, այսինքն շրջապատում կային գուցե ուրիշ էակներ մարդկային կերպարով, որոնցից ուզում էին պաշտպանվել, կամ անունը մեր պահվի, իմաստ ուներ տեսակը պահելու, որի համար ասում են աշտարակ եւ քաղաք կառուցենք, որ մեր անունը պահենք, որպեսզի աշխարհով մեկ չցրվենք։ Այնիշ նոր թարգմանության մեջ գրված է աշխարհով մեկ ցրվելուց առաջ եկեք մեր անուն ստանանք։ Ընդհանրապես կապ չունեն։ Այնպես որ ինքս կարծում եմ այդ նման թարգմանած գրքում շատ դեռ աղավաղումներ կան, որոնք իմաստազրկում են կամ այլ իմաստ են հաղորդում ընթերցողին։ Այո, խնդիր կա եւ երբ որ դու հարց բարձրացրեցիր, այդ հարցին անդրադառնանք, նշված է, որ այսպես ասած Աստված գալիս եւ ասում է տեսնենք ինչ են անում մարդու որդիները, չի ասում իմ որդիները, ասում է մարդու որդիները։ Եվ ասում է խառնեմ նրանց լեզուները, որպեսզի իրանց ուզածը չլինի։ Իսկ ինչ է, բադ բան էին ուզում մարդու որդիները, որ իրանց տեսակն ուզում էին պահեին, պահպանեին։ Վերջիվերջո մարդը արած է, եթե ստեղծված մարդու կերպարով, այսինքն ինքնի բնույթով, աստվածային բնույթ ունի, նշանակում է, որ ինքը վատ բան չէր մտածում։ Եվ ամենևին գրած չկա, որ մարդը ուզում էր երկինք միջև սարքել, հասնել Աստծուն, որը մեկնությունների միջոցով մեզ են փոխանցել։ Դե ոչ միտեղ թե հին, թե նոր թարգմանությունների մեջ չկա գրած, դեռ Փառք Աստծուն չկա գրած, որ մարդիկ ուզում էին հասնեին Աստծուն։ Այդպիսի բան չկա, բա որտեղից հորինվեց դա։ Իհարկե դարեր առաջ, արդեն
1000 տարի կլինի, որ այդ գաղափարով մարդիկ ապրում են, կրոնը մատուցում են մարդկանց, բայց չկա այդպիսի բան գրած։ Այնքանով, որքանով համոզում են, որ մարդիկ ուզում էին աշտարակը կառուցեն, որպեսզի հասնեին Աստծուն, այնքանով էլ սխալ է դա։ Որտեվ չկա այդպիսի բան գրված, քանզի 2000 տարի քրիստոնեական դաշտը գնում է այդ գաղափարով առաջ, որ մարդը մեղք գործեց եւ քանզի ուզում էր Աստծուն հասնել, չկա այդպիսի բան գրած ուղղակի։ Գրած է, որ մարդը ուզում էր բարձրահարկ շինություն սարքել, միջև երկինք, այո գրված է, բայց երկինք չի նշանակում հասնել Աստծուն, դա քանզի գրված չի։ Եվ հիմա 21-րդ դարում եւս երկինք հասնող երկնակերեր կան։ Բայց ինչպես չենք համարում, որ դա մեղքի գործոն է։ Պատճառը ո՞րն է, որ չենք համարում միջև երկինք բարձրացող երկնակերերը որպես մեղք, բայց ընդհանրեն դեռ կիսատ մնացած շինությունը, որ դեռ չշարունակվեց քանդվեց, համարում ենք մեղք։ Մի խնդիր ունենք, որ մենք Քրիստոսի ներկայացած արարչին խառնում ենք աստվածների հետ։ Եվ այո, աստվածների, վստահաբար ասում եմ, քանզի ասում է Տեր Աստված, ասեց եկեք իջնենք, տեսնենք ինչ են անում մարդու որդիները, դրանով իսկ ապացուցելով, որ ում է ասում, բնականաբար մարդկանց չի ասում, իր նման էակներին է ասում։ Կուզենք դրանց հրեշտակներ ասենք, օգնականներ ասենք, բայց բոլոր աստվածային էակների իսկ աստվածային էակները լինում են տարբեր, բարձր կարգավիճակի, մի քիչ ցածր կարգավիճակի։ Ինչպես դա նույն օրինակով ասեմ, կարծես թե երկրի կառավարիչը համարվի մարդ եւ սովորական ժողովուրդ արդեն մարդ չհամարվի, դա կարծում աննորմալ է, չէ՞։ Դա մենք նույն աստվածային երախայի օրինակն ենք ստել։ Եվ միայն վերագրել Աստված գաղափարը Տեր կոչված Աստծուն, դա կարծում առողջ չի, հատկապես այն դեպքում, երբ որ վախ սերմանելու շնորհիվ անում է որոշակի գործողություններ եւ այդ գործողության հիմքում նաեւ ընկած է վախ սերմանելը եւ իշխանություն ունենալը մարդու հոգու վրա։ Քանզի նույնիսկ հետագայում ասում է ինքը ես նախանձոտ եւ վրիժարու Աստված եմ, ինձանից ավել չպաշտեք այլ աստվածների ինձանից բացի եւ կուռքեր չսարքեք։ Ինքը չի ասում, որ կուռքեր չսարքեք, աստվածներ չօրինեք, կուռքեր սարքեք ու պաշտեք։ Ինքը ասում է ինձանից բացի այլ աստվածների չպաշտեք, ապացուցելով, որ այլ աստվածներ գոյություն ունեն։ Եվ հետո ասում է կուռքեր չսարքեք ձեր պաշտելու համար նաեւ։ Գիտեք ինչ, բառացի գրված տեքստերը վերցնել, գրվածքները վերցնել եւ այլ ձևով փոխարինել, մեկնել ավելի մեծ իշխանություն ունենալու համար հանդուրության վրա եւ հանդուրությունը համաձայնվեն այդ ամենին, մի քիչ կարծում առողջ չի, գոնե նկատել է պետք։ Այո, ինչպես հարցի մեջ նկատեցի, դա խոսում է շատ աստվածների արկայության մասին, որին գլխավորում է կոնկրետ աստվածություն եւ գնահատելու արժանի են բոլոր աստվածները, անկախ նրանից նրանց գործողություններից, թե լավ է ըստ մեզ, թե վատ է, չար է, թե բարի է, բայց յանք աստվածային ուժեր են եւ եթե կարիք չլիներ, տիեզերքում չէին լինի։ Ուղղակի խնդիրը ո՞րն է, ինչպես ասում է Հիսուսը, մենք պիտի ընտրենք, որ ուժի հետևից ենք գնում։ Ինչ վերաբերվում է այս քո ներկայացրած բաբելոնյան շրջանը մեր ժամանակների համեմատականին, ասեմ ավելին, նախ շնորհակալ եմ նման հարցադրման համար, որովհետև այո, շատ ուղիղ կապ ունի, շատ ուղիղ, ինչպես մեր էպոսը ուղիղ կապ ունի, ինչպես ցանկացածին գրված, այդ հատված անմիջապես կապ ունի հենց մեր այս ժամանակների հետ։ Ասեմ ինչով կապ ունի։ Այն հատվածը, երբ որ ասում է խառնենք նրանց լեզուները, որպեսզի իրարց չհասկանան եւ իրանց անելիքը չստացվի, պետք է այդ անելիքը մի հատ էլ ընկալենք ինչ է։ Բերդ քաղաք կառուցելներ, որում ուզում էին փակվեն եւ իրենց անունը պահեին։
հիշվեր, որ հիշվեր աշխարհով մեկ։ Հիմա ինչ է կատարվում ամբողջ աշխարհով մեկ։ Եկեք մի պահ այսպես նայենք։ Ամբողջ աշխարհով մեկ այն հին երկրները, որոնցից ամենաօրինակելին երևի ինքներս ենք, եւ նման երկրներ, որոնք իրանց մշակույթով հասել են մինչև մեր օրերը, մշակույթի շնորհիվ, լեզվի շնորհիվ, լեզուն մշակույթի հիմքերում է գտնվում։ Հիմա ընդհանուր, այսպես ասած, ընդհանրական կամ գլոբալիստական ծրագիրը, որը որոշակի գործողություններ է անում, այդ ծրագիրը շեշտը դրել է այս փոքրիկ պահպանված երկրների վրա։ Նախ ավելի ընկալելու համար նախ ասեմ, որ բաբելոնյան պատմություն դա մեկ օրվա գործողություն չի, դա հազարամյակների ընթացքում եղած գործողություն է, որը մեկ նախադասության, երկու նախադասությամբ է ներկայացված, ուղղակի մենք ընկալում ենք, թե դա արագ տեղի ունեցած գործողություն է, ոչ, ցանկացած գործողություն, ինչ վերաբերում է ավետարանյան այդ ծննդոցից մինչև Բաբելոն այդ շրջանի, դրանք երկար ժամանակներում ընթացող էվոլյուցիան գործողություններ են, էվոլյուցիոն։ Հիմա ինչ է կատարում մեր աշխարհում։ Այն երկրները, ովքեր փակված փորձում են պահեն իրենց սահմանները, այս դա նույն գաղափարն է, սահմաններ կառուցենք, միջև երկինք աշտարակ կառուցենք, որպեսզի մեր անունը պահենք։ Մեր սահմաններում օրինակը կբերեմ մեր հայ ժողովրդի միջոցով, բայց այլ նման երկրներ էլ կան, ազգեր էլ կարելի է գտնել, կամ ցեղեր արդեն, որոնք ցեղերի են վերածվել ընդամենը։ Մենք միշտ ցանկացել ենք եւ միջև օրս, որ մեր տեսակը չկորցնենք, պահենք, այսինքն մեր լեզվաընտանիքին պատկանող տեսակը չձուլվի։ Եվ ինչ ենք տեսնում, ամեն ինչ արվում է գլոբալիստական այդ գաղափարների միջոցով, որպեսզի նման երկրները, ովքեր պահպանել են իրենց մշակույթն ու տեսակը, միաձուլվեն այլ տեսակների, այլ լեզվաընտանիքների կրող մարդկանց հետ։ Եվ հիմա մեր իրականության մեջ ամբողջ Հայաստանը, լավ ու վատ խնդրում եմ չանենք, բայց ամբողջ Հայաստանը տարբեր լեզուներով խոսացող մարդկանցով է լցվել եւ լցվում է։ Ինքս վատ չեմ նայում այդ ամենին, որտեղ տարբեր մշակույթների շփումը շատ կարևոր տեղ է տանում մեզ։ Բայց պետք է հասկանանք նոր մի բան, որ այդ գործողության ժամանակ լինում է, օրինակ, մարդիկ սիրահարվում են, տարբեր ազգի մարդիկ ամուսնանում են, իրանց երեխան երրորդ կարգի, կարելի ասել, մի ծնողը հայ է, մի ծնողը ռուս է, կամ հնդիկ է, կամ չինացի է, կամ այլ ազգի է, չէ, այդ երեխան երկուսի մշակույթի կրողն է դառնում, իսկ արդեն թոռը կամ ծոռը չի լինելու որպես հայ կամ չինացի, կոնկրետ։ Այսինքն ընդհանուր միջակ մի բան է վերածվելու, որը շատ ավելի հեշտ կառավարելի է։ Չեղավ նույն բաբելոնյան դրվագը, որ ասում է խառնենք նրանց լեզուները, որպեսզի չկարողանան իրենց գործողությունը միջև վերջ տանել։ Դա նույն բաբելոնյան ժամանակաշրջանի կրկնությունն է հիմա կատարվում, որ խառնվելով լեզուները մարդիկ մոռանան իրենց արմատները, մշակույթը եւ ձուլվելով արդեն իրենց մեջ կորցնեն երկիրը պահելու, տեսակը պահելու, պահպանելու գաղափարը։ Ահա թե ինչքանով կապ ունի մեր օրերի հետ։ Եվ նայ խնդիր կա էլի, որպեսզի հանրությունը, ովքեր պետք է լսեն, հանկարծ լարվածություն չառաջանա, ասեմ, խնդիրը նրանում չի, թե ինչ ազգի հետ ենք շփվում, նորից եմ կրկնում, շատ ավելի առողջ է, բայց խնդիրը մեր մեջ է։ Մենք ինչքանով կարողանանք պահել մեր ներսի գաղափարներն ու մշակույթը, հնարավորինս չձուլվել այլ ազգի, այլ լեզվաընտանիքի կրող մարդկանց հետ, որի օրինակը կա նաև մեր էպոսում, երբ որ մեհերը այլ ազգի հետ մերձենալու արդյունքում ծնեց իր ազգի դեմ դուրս եկող հակառակորդին, չէ, ունենք խնդիր։ Խնդիրը նա է, որ ինչքանով մենք կարող ենք գիտակցել, որ այս մեր իրականությունը
պիտի ստիպի, որ մենք այդ ստիպողականության մեջ ավելի ամրապնդենք մեր արմատները, ինչպես քամին, որ քշում է ուժեղ քամին ծառին փորձում է քոքան անել, ծառը ավելի է խորացնում իր արմատները։ Եթե գիտակցենք եւ մեր մշակույթին ավելի խորը ուշադրություն դարձնենք, մեր սերունդներին փոխանցենք, բնականաբար ինչ ազգի ուզում է լինի մեր կողքին, չի կարող մեր աշտարակը քանդել։ Իսկ եթե մենք ուղղակի միջակայություն ենք ցույց տալիս եւ համաձայնվում ենք այն ամենի հետ, մտածում ենք դե Եվրոպայա ինչ լավ է, Ռուսաստանն ինչ լավ է, բա ով պիտի մեզի փրկի, մենք ունենալու ենք խնդիր եւ սանելու ենք այն ուժերին, ովքեր ուզում են մեր աշտարակը քանդեն, մեզանից է կախված ինչ կարող ենք անել, ամեն մեկիցս, այո։ Համամիտ եմ Դավիթ ջան, նույնիսկ մի ավելացում էլ ես անեմ, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր որ դժվարությունների արդյունքում հայրենիքը թողել են եւ բնակվել են տարբեր այլ երկրներում, իրենք նույնիսկ այս պահին հայերեն գրելու պրիմիտիվ խնդիրն էլ նույնիսկ լուծված չի։ Էապես քո նշած հարցի շրջանակներում տեսնում եք, թե ինչքան են դժվարացրել, որ հայ տեսակը իր հողուջերի մեջ կարողանա գոյատևի, պահպանի իր ինքնությունը։ Էլ չասեմ քո նշած, երբ որ մշակույթը չափի շատ աղավաղված է այսօր, ու խնդիր ունենք բոլորս այդ մշակույթի կրողն ու պահպանողը դառնանք։ Մի օրինակ կցանկանայի բերել Վահագ ջան։ Օրինակ վերցնենք Եվրոպան, որին ձգտում ենք բոլորս, այսպես ասած, երկրի պետայրերի մակարդակով։ Այո, քաղաքականությունը շատ կարևոր դեր ունի այս աշխարհում, սակայն նայենք Եվրոպայի ինչ է կատարում Եվրոպայում։ Մի քանի երկրներ, երբ որ միացել են իրար, չէ՞, անուններ շատ չտանք, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ռումինիա, ինչ է կատարվում, որ երկրում է մնացել տվյալ ազգի կրողը, ոչ մի։ Ամենաշատը լավագույն դեպքում կոչվում է Ֆրանսիա։ Այս Ֆրանսիան ֆրանսիացի դժվար կլինի գտնել, կամ եթե գտնում ես, դժվար կգտնես ինչ-որ ֆրանսիացու, ով որ իր մշակույթից որևէ մի բան կհիշի, քանզի ձուլվել են ընդհանուր շատ ազգեր իրար եւ ընդհանուր մի եվրոպական պետություն է կոչվում, հա, Շենգեն եվրոպական ինչ-որ մի տարածություն, որտեղ ապրում են տարբեր ազգեր, եւ դա նման է, գիտեք ինչի, որ մեր ժամանակներում վերջին տարիներում փոքրիկ գյուղական համայնքները միացրեցին իրար, դարձեցին մեծ համայնքներ։ Դա նույն փորձերից մեկն էր, երբ մարդկանց մեջ հոգեբանորեն սերմ է գցվում, որպեսզի մարդիկ նման փոփոխություններին ընտելանան եւ հետո մեծ փոփոխությունների կընտելանան։ Իհարկե դա ամենը միանգամից չի լինում։ Գուցեև հիմա այնպիսի գործողություններ կատարվեն, որը կատարվում է, որ օրինակ Կովկասում, որ մի պետություն ավելի ուժեղ իրեն զգա, Կովկասի մյուս պետությունները արդեն համարվեն այդ ուժեղ պետության մի մասը։ Օրինակ, ամեն պետություն իր անունով էլի կոչվի, սակայն տվյալ պետության տիրապետության տակ։ Ասենք թե Կովկասում հզոր է Պարսկաստանը, բոլորս վերածենք Պարսիկին։ Հետո մյուս տարածքում, որ պետությունն է ուժեղ, իր մեջ ներգրավի կողքի փոքրիկ պետությունները։ Հիմա այդ պատերազմները, այդ կռիվներն են գնում, որպեսզի որոշակի տարիներ հետո ամբողջ աշխարհում ընդհանրապես լինի մի քանի մեծ պետություն։ Քանզի միանգամից չի կատարվում նման գործողությունները։ Գուցե մի քանի հազար տարի հետո ամբողջ աշխարհում կլինի ընդհանրապես երկու պետություն։ Իրականում հիմա այդ process-ն է գնում, այդ գործողություններն են գնում, Ռուսաստանը ուզում է, որ ինքը գերիշխող լինի, Ամերիկան ինքն է ուզում գերիշխող լինի։ Եվ որոշակի ավելի ուշ պետություններ ընդդիմություն են ցույց տալիս, ուզում են իրենց տեղում մնալ։
Բայց ըստ ծրագրի, ինչպես երևում է, հետագայում մտադրություն կա, որ բոլորը դառնան, ամբողջը դառնան մի ընդհանուր համակարգ, իսկ եւ ընդհանուր համակարգի մեջ հայտնվելով ոչ մարդկությունը քնի մեջ գտնված սնունդ է դառնալու լավագույն դեպքում որոշակի ուժերի համար։ Այսինքն մի հոտային ամբոխ, որը չունի առաջնորդ։ Եթե հիմա առաջնորդ երկրները դրանք կարող են համարվել այն երկրները, ովքեր իրենց մշակույթի պահպանող երկրներ են, անկախ նրանց չափսերից։ Այո, Հայաստանը դա այդ երկրներից մեկն է, ովքեր պահելով իրենց մշակույթը առաջնորդի դեր են տանում, անկախ իրենց ուժից, անկախ իրենց չափսերից։ Իսկ պետք է, որ այդ առաջնորդները գլխատվեն, այսինքն ձուլվեն ընդհանուր հոտին, որպեսզի չլինի առաջնորդ, որովհետև առաջնորդները միշտ գնում են այն տեղը, որտեղ դա իրենց դուր է գալիս, իսկ հոտը բաժանվելով մի քանի մասի գուցե հետևում է այդ առաջնորդին։ Նրանք ովքեր թմբիրի մեջ են մնում են նույն տեղում։ Դրա համար ձեր չի տալիս առաջնորդ ունենալը, այսինքն մշակույթի կրող տեսակ լինելը ձեր չի տալիս։ Արդյոք նույն Բաբելոնի գործողությունը չի կատարվում հիմա։ Ինչպես ձեր չէր տալիս այն տեսակը, որը ուզում էր, որ իր անունը պահվի, եւ տարբեր լեզուների բաժանվելով մարդիկ ցրվեցին, ամենայն դեպս տվյալ տեղում այդ գործողությունը չարեցին։ Եթե դիտարկենք այդ հատվածը եւ փորձենք համեմատել մեր ժամանակներում, միանգամից ուղիղ կապ ունի։ Ցանկացած գրվածք մեր ժամանակների հետ կապ ունի որոշակի դրվագի հետ։ Եվ այդ կապերը գտնելուց հետո մենք նոր կարողանում ենք հասկանալ ամեն մեկից դերը այս կյանքում։ Եվ այդպես Վահագ ջան, կապերը միշտ ամենուր կարելի է գտնել հին գրվածքների եւ մեր ժամանակների մեջ, ասեմ ավելի ապագայի ժամանակների մեջ կարելի է գտնել, քանզի բոլորս գիտենք, որ ժամանակը դա պտույտ է, մի պտույտ է, անդադ պտտվում է եւ կրկնության ենթակա է ցանկացած բան ժամանակի հետ կապված։ Բոլորս գիտենք, որ գրվածքներում տեղի ունեցած գործողությունները ժամանակի մեջ կրկնվում են եւ մեր ժամանակներում եւս այդ գործողությունները կարող ենք տեսնել եւ հասկանալ ինչպես կարող է դուրս գալ։ Այո, կարելի է դուրս գալ։ Նույնիսկ հաղթանակներն են տրված։ Հաղթանակը օրինակ հայ գնահապետի միջոցով է տրված, Բաբելոնյան հաղթանակը, որը արդեն Աստվածաշնչում տեղ չունի, մեր հին պատումներում տեղ ունի, դժբախտաբար քրիստոնեական դաշտը չի ընդունում մեր հին գրվածքները, բայց բոլորը գիտեն, որ Բաբելոնը հենց Բելի անունով է կոչվել Բաբելոն, որը նշանակության մասին է մենակ խոսվում այստեղ։ Իսկ Բելը դա նույն հին աստվածաշնչյան աստվածության մարմնավորումներից մեկն է, կամ կարելի ասել նրա որդին։ Այսինքն նյութի դաշտի ներկայացուցիչը։ Իսկ մեր պատումների մեջ ինչ է նշված, որ երբ որ հայկը կամ մարդու որդիները այն միակ լեզվի կրող, ովքեր մնացել էին տարբեր լեզուների բաժանումից հետո, առանձնանում են այդ տարածքից եւ գալիս են բանալճի տարածք, եւ Բելը հետևելով պարտադրում է, որ իրեն ենթարկվեն, որին ի պատասխան հայկի մեկ հարվածն է լինում ու Բելը տապալվում է գետին։ Դժբախտաբար կրոնում այդ ճգնաժամից դուրս գալը չի ներկայացված, որովհետև կրոնը ընդունում է, որ ճիշտ էր, երբ մարդու որդիների լեզուները խառնվեցին իրար, եւ ճիշտ է, որ մարդու որդիները իրանց ուզածին պիտի չհասնեն, որովհետև եթե նայենք այդ տեսանկյունից, մարդը նշանակում է ոչ մի նպատակ պետք է չունենա, որովհետև ստեղ ներկայացված է, որ եթե ունես նպատակ, ուրեմն դա մեղք է եւ դու իրավունք չունես հասնելու քո նպատակի։
քո տեսակի բարձրացմանը, պահելու քո տեսակին։ Այո, հայկը դա հոգու խորհրդանիշն է, իսկ բելը մարմնի։ Իսկ այդ նույն օրինակով հիմա պետք է մեր անհատական մասի հետ համեմատական տանեմ, որպեսզի մեր հետևորդները չմտածեն, որ մենակով իրանք ինչ կարող են անել, իսկ մեր մարմինը հենց նույն բելի խորհրդանիշն է, եւ առասարակ տիեզերքում ինչ կատարվում է, նաեւ մեր դրսի արտաքին եւ ներքին աշխարհներում կրկնվում է դա։ Կրկնությունը մենք ունենում ենք մեր ներսում եւ արտաքին աշխարհում։ Իսկ բելը մեր մարմնի խորհրդանիշն է, որը իր ցանկություններով փորձում է միշտ իշխողը լինել, չթողնելով մեր ներքին ցանկություններին տեղի տանք։ Մարմինը միշտ պահանջում է իր մարմնական ցանկությունները, սկսած ուտելուց վերջացրած այլ կարիքներով, բայց օրվա մեջ երբ մենք փորձում մեր ներսի հոգու ցանկություններին ուշադրություն դարձնել, կարելի է ասել ոչ մի անգամ։ Այդ բերին հաղթելու համար պետք է հենց օրվա մի մասը մեր ներսի, մեր սրտի ցանկություններին, մեր գիտակցական ցանկություններին անդրադարձ կատարենք, որ այդքան էլ շատ չի, ընդամենը ցանկանում է սիրել այս աշխարհը, սիրել քո շուրջը, շրջապատը, գնահատել ամեն ինչին իր տեղում, ընդամենը դա է հոգու կամ սրտի ցանկությունը լինում, այլ բան չի լինում, մարմնի պես զանազան ցանկություններ չի ունենում, մարմին շատ զանազան ցանկություններ է ունենում, քանզի ինքը մահկանացու է, իսկ հոգու ցանկությունը միայն գնահատել եւ սիրելն է, որովհետեւ ինքը անմահություն է, ինքը այլ ցանկությունների իշխանության կարիք չունի, բայց մեր մարմինը բելը ամեն ձև ուզում է անի, որպեսզի կառավարի հայկին, սակայն երբ հայկը բարկանում եւ մեկ հարվածով տապալում է բելին, դա նույն խորհուրդն է, երբ որ մեր մարմինը դեգրադացվելուց հետո արդեն մեր հոգին չի դիմանում այս բանտի մեջ մնալուն եւ դուրս է գալիս միանգամից, դա մեկ հարվածի խորհուրդն է, իսկ դուրս գալուց հետո մեր մարմինը առնվազն տապալվում է գետնին, ահա թե ինչ խորհուրդ ունի այդ ամենը, այնպես որ հրաշալի հարց բարձրացրեցիր, իհարկե խոսել էի այս մասին, բայց գուցեև կրկնության տեսքով, գուցեև պետք էր, որ նորից այս մասին խոսեմ, որովհետև մտածում եմ, որ երևի անհասկանալի պահեր էր եղել, նաև դա էր պատճառը այս հարցեր բարձրացնելու, նաև լավ առիթ եղավ հին և նոր գրվածքների տարբերությունը նկատելու, որի համար շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ Դավիթ ջան, մանկական աստվածաշնչյան մեկնություններով ենք հարցերին անդրադառնում, որը որ ոչ այդքան էլ ամբողջական չի տրվում պատասխաններ, որի արդյունքում այսօրվա հանդիպման շրջանակներում կարծում եմ լիարժեքորեն գոնե տվյալ հատվածին անդրադարձ կատարեցիր, ինչպես ես, այնպես էլ բոլոր այն մարդիկ, ովքեր տվյալ հաղորդումը կնայեն, կստանան սպառիչ պատասխաններ եւ դա նաեւ առիթ կհանդիսանա ավելի խորքային նայել այն ամեն ինչին, ինչը որ տրված է թեկուզ կրոնի դաշտում, ինքնաճանաչման եւ հայագիտության հետ կապված բոլոր հարցերում։ Շնորհակալ Վահագն ջան, սիրով պատրաստ եմ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Այսքանով ավարտենք այսօրվա հարց ու պատասխանի շրջանակներում հանդիպումը։ Հուսով եմ, թե ես, թե մեր հետևորդները ստացան ելքներ եւ ինչպես ես, այնպես մնացած հետևորդներին խորհուրդ կտամ, ովքեր որ կունենան հարցեր, կարող են դիմել քեզ եւ անդրադառնան իրենց ուզող հարցերին։ Խնդրեմ Վահագն ջան, ինչքանով կարող եմ պատրաստ եմ։ Բարի, շնորհակալ եմ։ Խնդրեմ, հաջողություն։